Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղ առավոտից արված գրառումներն ու 3 կատարած հայտարարությունները այսօր քննարկվում են բոլորի կողմից։ Երգչուհի Շպրոտն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հարցին, նշելով, որ ինքը պարալիզացվել է ու չի կարողանում տեղից շարժվել։ Խաչը, որ սրտումդ լինի, հարսանիք համալիրում չես անի, կանես, բայց համեստ հարսանիք։ Դու աղանդավոր ես, խաչքարերը, խաչը ազդում են վրադ, վախեցիր խաչյալից, երկուղածություն ունեցիր, գրել է Շպրոտը հրապարակելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, իսկ այժմ առաջարկում ենք լսել երգչուհու խոսքը առանց մեկնաբանության։ Առավոտ արթնացել եմ, պիտի գնամ նկարահանման, պատրաստվում եմ ու Նիկոլ Փաշինյանի այս վերջին ելույթներն եմ լսում, միտեղ Ավրորան էր նշել, ռադիո Ավրորան, որ խոսում է այդ հարսանիքից, ասում է տարեք խաչը դրեք համալիրի գլխին, մյուս տեղն էլ ասում է եկեղեցին չուլանացված է։ Ես որպես քրիստոնյա, հիմա ես ինչ ռեակցիա պետք է տամ, որպես առաքելական եկեղեցու անդամ, հետևորդ։ Սիրելի առաքելական եկեղեցու հետևորդներ, մենք ինչպես պետք է պահենք մեզ։ Ես ձեր օգնության կարիք ունեմ, ինձ խորհուրդ տվեք։ Իմ հայրենիքը, իմ եկեղեցին իմ սրբություններն են, իսկ ես որպես քրիստոնյա եւ որպես հայ մարդ պիտի պահեմ իմ սրբությունները, չէ՞։ Երբ որ թշնամին գալիս է, առաջինը խաչքարերն է կոտրում, որտեղ գիտի, որ դա մեր սրբություններն է։ Նիկոլի վրա ազդում են մեր խաչքարերը, գիտենք, որ կոմենտ արեց, որ երեխեքի վզից պիտի խաչքար կախենք։ Հիմա ինչ որ խաչ նորից, ես գիտեմ, որ սատանան է խաչից մենակ խրտնում եւ վախենում։ Ես հասկանում եմ, որ այս մարդը անտիխրիստն է եւ մենք անտիխրիստին ենք բերել դրել մեր երկրի ղեկավար։ Եվ ինձ համար ամենացավալին կոմենտներն են, որ կոմենտներում կան մարդիկ, ովքեր գրում են ճիշտ է ասում։ Ես հասկանում եմ, որ Նիկոլը աղանդավոր է։ Ինքը ասма չէ, խոսքից պտղից կհասկանաս ինքը ում է պատկանում, չարին թե Աստծուն։ Ինքը աղանդավոր է, այդ միանշանակ ես տենց եմ զգում։ Լավ, ոնց վարվենք մենք, որ քրիստոնյաներս։ Ես հիմա պիտի գնամ նկարահանման, ֆիլմում եմ նկարահանվում։ Ես պարալիզացված նստած եմ, սենց եմ, որ ոչ մի բան չեմ կարողանում անեմ։ Են որ ինքան ասելու բան կա, բայց պիտի զգուշ լինես, պիտի երկյուղածություն ունենաս Աստծուց, որ բարկությանը տեղիք չտաս, բայց ոնց պաշտպանես քո սրբությունը, ոնց պահես, երբ որ քո հայը ներսից կպելա սրբությանդ, ոնց պիտի վարվենք, եթե կան իհարկե իմ երկրում առաքելական եկեղեցու հետևորդներ, դուք գիտեք ինքը ինչ է անում, ինքը ընկել է եկեղեցու հետևից, Ինքը չի հասկանում, որ եկեղեցուն Աստծո տունն է, եւ եկեղեցին Աստծո տունն է։ Ինքը ասում է եկեղեցին դարձրել է ու այդ վատ բառն է ասում։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Մարդիկ են, որ մեղավոր են։ Առաքելական ուսմունքին եթե ծանոթ լինես, Նիկոլ Փաշինյան, դու այդ հարսանիքի պահով չէիր խոսա։ Դու իհարկե կանես հարսանիք։ Քրիստոս չի ուզում, որ դու հարսանիք չանես։ Բայց ճոխությունը մեղք է ըստ առաքելական ուսմունքի, աղանդավորների համար ճոխությունը նորմալ է, աղանդավորներն ասում են, որ Աստված հարուստ է, մենք էլ պետք է հարուստ լինենք, աղանդավորներն ասում են, որ Քրիստոս աղքատացել է, որ մենք այսօր լինենք հարուստ ու ճոխ ապրենք, տենց հարսնիքներ անենք, իսկ առաքելական ուսմունքը, իսկական ուսմունքը, որ մեր հայրերին է փոխանցվել հենց առաքյալներից, նրանք մեզ ասում են, որ նրանցից ոչ ոք ճոխ կյանքով չի ապրել, սկսենք այդտեղից, Քրիստոս ճոխ կյանքով չի ապրել, առաքյալները ճոխ չեն, մի հատ առաքյալ ինձ ցույց տվեք, որ հարուստ է եղել։ Իդեպ հարստացած մարդ, ով գումարով է հարստացել։ Լյուքս կյանքը մեղք է, ճոխ կյանքը մեղք է, ըստ առաքելական ուսմունքի։ Եվ միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինքը չի տիրապետում առաքելական ուսմունքին, ինքը բողոքական է երևի, չգիտեմ։ Ինձ թվում է ինքը ընդհանրապես չի սիրում Քրիստոսին, խաչյալին, որտեվ ինքը խաչին դեմ է, ինքը եկեղեցուն դեմ է, ես չգիտեմ ինքը արդյոք հասկանում է, որ ինքը եկեղեցուն է դեմ դուրս եկել։
Միգուցե ինքը իրան համոզում է եւ ժողովրդին համոզել է, որ մարդկանց դեմ է, հա, է քահանաների դեմ է, բայց ինքը չի հասկանում, որ ինքը եկեղեցուն է դեմ դուրս եկել, շատ վտանգավոր խաղ է, շատ։ Պարզ երևում է, որ ոչ ոք մեր ղեկավարներից եւ ժողովուրդն էլ հետը ըստ կոմենտների չեն տիրապետում առաքելական ուսմունքը։ Այն ինչ որ մեզ փոխանցվել է ու մեր պապերը պահել են։ Եվ թշնամին փորձել է դա մեր ձեռքից վերցնի եւ արի ուտես այսօր հայը նենց արեց, թշնամին չկարացավ մեր ձեռքից վերցնի առաքելական ուսմունքը։ Հայը ներսից այնպես արեց, որ ժողովուրդս հեռանում է եկեղեցուց եւ այդ ուսմունքից։ Ինչքան ամոթ է, որ քահանան մանրամասն բացատրում է ինչա տեղի ունեցել։ Եվ ճիշտ է ասում, եթե դու տեսել ես ինչ որ մի բան, որտեղ կարա լինի աղբ վերցրու, դա Աստծո տունն է։ Դա հո մենակ քահանաների տունը չի, որ քահանաները պետք է քահանաները ծառայում են այդտեղ։ Նիկոլ, երբ որ դու տեղյակ չես մի բանից, սովորի, հետո խոսա։ Կարդա, մեր սրբերի գրականությունը կարդա, որ մեր պապերը պահել են քո համար։ Այսօր քո կինը կրթությունը մոդայիկ ինչ-որ տենց արտահայտությունով, չէ, մոդա ինչ-որ տես մի բան է անում, կրթեք ինքներդ ձեզ, առաքելական ուսմունքն էլ այդ գիտությունը ամենակարևոր գիտությունն է, կրթեք, որ հասկանաք ինչ եք խոսում։ Որպեսզի հասկանաս առաքելական ուսմունքը, պետք է սրբերի գրականությունը կարդաս։ Իսկ աղանդավորները կարդում են Աստվածաշունչը առանց սրբերի առաջնորդության։ Դա էգոտ է, դու ասում ես ես կհասկանամ ինչի մասին է, ես մենակ կկարդամ, մենակս ինքս կկարդամ Աստվածաշունչ, ոնց հասկացա։ Ես սենց եմ հասկանում, Աստված հարուստ է, ես էլ պիտի լինեմ հարուստ։ Խաչը հանել են եկեղեցուց, վախենում են խաչից, խաչակնքվելուց, խաչ կրելուց։ Իսկ մեր սրբերը ասում են միշտ ցույց տուր, միշտ խաչակնքվիր։ Կրում ես դու խաչը, դու կրոնական ես։ Ես չգիտեմ ոնց խոսեմ հիմա։ Ինձ մոտ հիմա շատ էմոցիոնալ եմ, սրբություններիս են կպել։ Ինքը չի հասկանում, որ ինքը իմ սրբությանն է կպել։ Այդ հարսանիքից է խոսում։ Ասում որ հիմա համալիրի գլխին խաչ դնեինք, բոլորդ կուրախանայիք, որ հիմա այնտեղ մերել թաղեին, կուրախանայիք։ Այսինքն դու ուզում ես ասես, որ առաքելական ուսմունքը մեզ սովորացնում է, որ մենք մենակ թաղում անենք, հա, տխրություն է քեզ համար առաքելական ուսմունքը։ Նոր բան ես ուզում բերես Հայաստան, բողոքականություն ես ուզում բերես Հայաստան, որ բոլորը երգեն «Փառք քեզ Աստված», հա, ու սկսեն ինչ որ տենց խենթ ու խելար բաներ անել։ Ես եղել եմ այդտեղ, ես գիտեմ այդ ինչա։ Աստծուն հարստություն պետք չի, դուք որ ասում եք Աստված հարուստ է, փողը մարդն է ստեղծել։ Աստված էս ամեն ինչը մեզ տվել է, որ մենք վայելենք։ Բայց համել օգնենք կողքինի, եթե դու կարաս այտենց հարսանիք անես, կողքինդ սոված է մնալու։ Դու էլի հարսանիք արա, բայց համեստ արա։ Առաքելական ուսմունքը մեզ սովորացնում է համեստ կյանք, ոչ միայն համեստ հագուստ, այլ համեստ կենցաղ։ Գիտեք ինչու է Նիկոլ Փաշինյանի եւ նման մարդկանց վրա ազդում մեր եկեղեցին առաքելական։ Գիտեք ինչու, որովհետեւ էգոին է կպնում։ Որովհետեւ ճիշտն է ասում։ Ինքը կեղծավոր չի, իսկ բողոքականները կեղծավոր են։ Առաքելական ուսմունքին տիրապետող մարդիկ իրանք կեղծավոր չեն, հոգեվորական մարդիկ կեղծավոր չեն, դրա համար ճիշտը ասում են։ Դրա համար ինքը չի սիրում հոգեվորականներին ու սկսել է ինչ-որ sense ինչքան էժան ես դու Նիկոլ։ Ինչ էժան մարդ ես, ես հասկանում եմ, որ դու մոլորված ես, բայց դու այնքան վտանգավոր ճանապարհ ես, դու խաչալի դեմ ես դուրս եկել։ Իսկ դու գիտես ով է խաչալը, հոգուտ խորքում դու գիտես ով է խաչալը։ Առաքելական եկեղեցին, միակ եկեղեցին է, որ պահում է այսօր ճշմարիտ ուսմունքը։ Դարեր շարունակ պահել է, մինչև այսօր։ Դու դուրս ես եկել, այն որ շատ վտանգավոր բան ես անում։ Եվ ինչ վերաբերվում է ամուսնությանը, շատ ճոխ հարսանիքներից հետո մարդիկ բաժանվում են։ Ամուսնությունը իրականում հարսանիքի մասին չի։ Ես ինքս նոր եմ ամուսնացել։ Ամուսնությունը այդ քո ամուսնու եւ Աստծո միջև համաձայնությունն է։ Այդտեղ մենակ դու ամուսինդ չես, այդտեղ նաեւ Աստված է, հա, երեք հովդ եք։
Ամուսնությունը ինքը խորհուրդ է, ինքը հոգևոր խորհուրդ է եւ Աստված ուզել է որ մենք ամուսնանանք, բայց ինքը լրիվ հոգևոր իմաստ ունի, ինքը ճոխության մասին չի։ Այո, դու ուրախանում ես, որ դու ամուսնացել ես, եւ ամենակարևորը, որ Աստված է քեզ օրհնել, հա, եկեղեցում։ Իհարկե դու ուրախանում ես եւ կարաս անես հարսանիք, բայց եթե դու առաքելական ուսմունքին ծանոթ ես, դու համեստ հարսանիք ես անում, իսկ եթե ծանոթ չես, դու շատ ճոխ ես անում եւ այդ ճոխությունից կարան շատ մարդիկ վնասվեն, բայց դու չես մտածում կողքինիդ մասին այդ դեպքում։ Ես ինքս գայթակղություն ունեցել եմ ճոխության, ես ինքս ցկտել եմ ճոխության, բայց երբ եկել եմ եւ ծանոթացել եմ առաքելական ուսմունքին, ծանոթացել եմ Քրիստոսին, ես հասկացել եմ, որ ինքը վնաս է ինձ, վնաս է իմ կողքիններին։ Դա մի հատ բան է, որ դու ինքդ երբ որ ուզում ես գալիս ես հասնում ես դրան, հա։ Ինչ վերաբերվում է գումարին, գումարը ինքը շատ վտանգավոր բան է։ Այսօր մեր հայրենիքում շատ շատերը գումարին են հակել, հա, ուրիշ ձև չեմ կարա ասեմ։ Փոխանակ այդ խնդիրների մասին խոսես Նիկոլ, որ մարդիկ այսօր տեղ են անում, հա, գումար են խաղում։ Դու նստել ես ու խոսում ես խաչից ու խաչալից ու եկեղեցուց առանց ամաչելու։ Ինչ է ուզածդ քո, այ անտիխրիստ։ Իսկ հիմա այն հայրենակիցները, ովքեր այս կաշմար վիդեոյի տակ Նիկոլի գրել են ճիշտ է ասում։ Որ պահն է ճիշտ ասում։ Որ եկեղեցու մեջ աղբա տեսել։ Ես տեսել եմ, որ տղամարդը ծխում է ու սիգարետը հանգցնում է եկեղեցու պատին։ Այսինքն ուզում եք ասեք, որ մենակ հոգևորականների պարտականությունն է եկեղեցին պահել մաքուր։ Եկեղեցին ձեր տունն է, ձեր հոր տունն է։ Դուք պիտի մաքրեք։ Հոգևորականները ծառայողներ են, ովքեր ձեր համար լիքը լավ բաներ են անում, ձեզ օրհնում են, ձեր համար աղոթում են, հոգեհանգիստներին գալիս են, աղոթում են ձեր ննջեցյալների համար։ Այդ խեղճ մարդիկ որ մեկը անեն։ Ինչի եք ամբողջ բեռը դրել հոգևորականների ուսին։ Դուք հարսանիք եք անում, օքեյ։ Մի հատ բան եմ ուզում հասկացնեմ ձեր բութ ուղեղներին։ Երբ որ ասում եք եկեղեցին այսօր դարձել է ու վատ բառ, հա։ Եկեղեցին եկ եղիցի, արի ու մնա։ Ինքը Հիսուս Քրիստոսի սուրբ մարմինն է։ Մարդիկ եկեղեցու մարդիկ։ Իրանք մեղավոր մարդիկ են։ Հա, եկեղեցու անդամը, ինքը գալիս է եկեղեցի, որպեսզի մաքրվի։ Հիսուս չեկավ արդարների համար, Հիսուս եկավ մեղավորների համար։ Այդ սուրբ մարմնին, այդ բառը, երբ որ ասում եք այսօր եկեղեցին փչացեք, դուք իրավունք չունեք նման բան ասեք։ Դա շատ մեծ մեղք է։ Դու կարաս ասես, որ այս անձնավորությունը ոնց որ թե մեղքի մեջ է, չնայած մենք չենք դատում, չէ, Աստված գիտի ով ինչ մեղքի մեջ է, բայց դու կարաս ասես, որ չգիտեմ, այս քահանան օրինակ չես կարա, բայց ասենք թե ասես այս քահանան լավ չի աշխատում, իր գործը լավ չի, դու չես կարա ասես եկեղեցին լավ չի աշխատում։ Դու կարաս ասես այս անձնավորությունը չի պահում Աստծո պատվիրանը, բայց դու չես կարա ասես համատարած կոմենտների մեջ այսօր եկեղեցին փչացել է, դարձել է ես իմ ինչ։ Նամանավանդ երբ որ դու երկրի ղեկավար ես, դու գոնե պիտի իմանաս այդ տգետ ուրիշ բառ չկա, որ եկեղեցին դա Հիսուս Քրիստոսի սուրբ մաքուր մարմինն է, որտեղ մենք մեղավորներս գնում ենք, ապաշխարում ենք եւ մաքրվում ենք, եւ ամեն անգամ ապաշխարելով process է դա, դու ամեն անգամ մի քիչ պուճուր մաքրվում ես ու մոտենում ես Տիրոջը։ Եկեղեցին սուրբ է, որտեղ Հիսուսի արունն է թափվել։ Մենք այդտեղ հաղորդություն ենք ընդունում։ Մենք հաղորդակցվում ենք Հիսուսի մարմնի եւ արյան հետ, այդ սուրբ տաճարում դու նման արտահայտություն չես կարա անես։ Ու մի բան կարամ ասեմ, այն մարդիկ, ովքեր ես չգիտեմ հիմա ովքեր են նայում, այն մարդիկ, ովքեր այս վիդեոների տակ ծափեր են դրել եւ գրել են, ճիշտ է ասում, ամոթ ձեզ։ Ամոթ, որ դուք տագետ եք, որ դուք չգիտեք ձեր պապերը ինչի համար են պայքարել։ Վերցրեք Աստվածաշունչը կարդացեք սրբերի գրականության հետ միասին, որ հասկանաք ինչի մասին է Աստվածաշունչը, կտակարանը, որ հասկանաք թե առաքյալները մեզ ինչ են սովորացրել։
որ հետո նոր կոմենտ գրեք, ասեք ճիշտ է ասում։ Ամոթ քեզ հայ ժողովուրդ, որ դու համաձայն ես այս անտիխրիստի հետ։ Ամոթ։ Հիասթափված եմ քեզանից։ Եկել եմ նկարահանման վայր, պարզվեց ամբողջ նկարահանման անձնակազմն շոկի մեջ, բոլորը քրիստոնյա են, մեծամասնությունը առաքելական եկեղեցուց են եւ շվարած նստել ենք, որ գիտենք, որ մենք մեզ պետք է քրիստոնյային վայել, հա, պահենք, Քրիստոս ոնց կվարվեր եւ մեր պապերը ոնց են վարվել թշնամու հետ։ Երբ թշնամին մտել է մեր երկիր եւ փորձել է մեր սրբությունները մեր ձեռքից վերցնի, մենք թշնամուն ինչ ենք արել։ Մինիմալ լարել ենք, մորթել ենք, եթե կարացել ենք, հա, այսինքն եթե սրբությանդ կպնում են, ընտանիք, երբ որ վտանգը արդեն եկե հասել է քեզ, դու ինչ ես անում, պաշտպանվում ես զենքով։ Ես ասում եմ, սա Աստծո շնորհքն է, որ այդ մարդը դեռ ինքը շնչում է։ Եվ իմ երկիրը կրակներ չի թափում երկնքից։ Երկրի ղեկավարի նման արտահայտությունները կարան անեծք բերեն պրոստը մեր երկրի վրա։ Հասկանում եք, պատիժ, այդ Աստծո շնորհքն է, որ այսքան հələ այդքան չենք պատժվել, հա, սենց ասեմ, պատժվել ենք, բայց հələ ունենք հող, հələ ունենք սահման։ Բայց իմ պապերը թշնամու հետ ոնց են վարվել։ Գրեք մի հատ կոմենտներում մեր պապերը, երբ որ թշնամին եկել է մեր սրբությունները, մտել է մեր եկեղեցիները, ինչ են արել, քահանայից, մանուկից, զինվորից բռնած, ինչ են արել, լոմով լարել են, եթե զենք չեն ունեցել։ Բայց այսօր այս մարդը եկել է իմ սրբություններին է կպնում, ես իրան ինչ եմ անում հիմա։ Տակը ծափեր եմ դնում, ասում եմ ապրես ճիշտ ես ասում։ Դուք հասկանում եք, մենք ուր ենք հասել։ Որ եկել են քո սրբությանը կպնում են, կապ չունի, որ ինքը ազգությամբ հայ է, հեչ կապ չունի։ Ինքը քո սրբությանը կպել է, դու տակը ծափեր ես դնում, բայց քո պապը դրա համար պայքարել է, լարել է թշնամուն։ Լոմով։ Հիմա այս մարդը ազգությամբ ասում են հայ է։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր իրա կողքն են, իրան շատ իրա նման են մտածում, համակարծիք են։ Այսինքն այս մարդիկ թշնամի դարձան մեզ, լինելով հայ, իմ համար է շատ ցավոտ է։ Պատիժը ձեզ երկնքից է գալու։ Մեկը գրել է, պետք է աղոթենք մեր թշնամիների համար։ Իհարկե մենք աղոթում ենք։ Բայց մեր պապերը մենակ չէին աղոթում։ Մեր պապերը լոմերով լարում էին իրանց, այդ լոմերով այդ նուրբ եմ ասում։ Ես կարդացել եմ Եղիշեն։ Եթե Աննա Հակոբյանը Եղիշե չի կարդացել, մի խորհուրդ եմ տալի Աննա Հակոբյանն, այդ Եղիշե կարդա, նայեք հոգևորականը ոնց էր թշնամին լարում են, այն թշնամուն, ով փորձում էր մտնել մեր եկեղեցի։ Երեխեքը ջահելները ոնց էին թշնամու հետ վերաբերվում։ Եղիշեի Վարդանանցի գրքի մեջ պրոստո մի հատ կարդացեք էլի։ Մի հատ տեսեք մենք թշնամին, ով որ մեր սրբություններին կպել է, մենք ոնց ենք վարվել։ Մենք գիտեք խի ենք խեղճանում, որ մեր միջից է։ Այն որ չգիտես ինչ անես։ Մեր միջից հելելա ու իմ սրբություններին ա կպնում։ Ոնց որ թշնամիդ քո, ասենք, չգիտեմ, աղբերդ լինի, մամատ լինի, պապատ լինի, այն որ շվարել ես, չգիտես ինչ անես։ Հարևան երկրից լինի, այն որ ասես, հա, գիտենք ոնց վարվենք, չնայած ինքը հարևանների հետ էլ է նույն ձև վարվում, ոնց որ աղբոր հետ ես ոնց հասկանում եմ։ Բայց հիմա լավ մենք ոնց վարվենք այս թշնամու հետ, ով որ իմ սրբություններին կպել է, ով որ հայ է։ Անեծքի տակ կընկնենք։ Սա շատ վտանգավոր է։ Երկրի ղեկավարը ինքը իր վրա մեծ պատասխան, իրանից լիքը բան պահանջվելու է երկնքում, by the way։ Նիկոլ, քեզանից պահանջվելու է, թե դու ինչ ես արել։ Եթե երկրի ղեկավարին բարկացնում է, դուրը չի գալիս ինչ-որ մի ինստիտուտ։ Դու պիտի կոնկրետ խոսաս, կոնկրետ ասես այս անձնավորությունը, օրինակ, ապացույցներով ասես այս անձնավորությունը օրենքին դիմաց, օրենքին դեմ սենց բանը արե, իրան պետք է պատասխանատվության ենթարկենք։ Բայց երբ որ դու խոսում ես ամբիոնից ու բոլորը ոչխարի պես նստած քեզ լսում են, ու դու ասում ես ողջ եկեղեցին դարձել է չուլան, մենք բոլորս տեսել ենք քո նախկին տունը, ինքը շատ նման էր չուլանի։ Եթե դու ունես խնդիր, դու տեսել ես, որ ինչ-որ մեկը չի ծառայում, Աստծուն դեմ է գնում,
երկրի օրենքին դեմ ա գնում։ Դու կոնկրետ ապացույցներով կարաս պատժես այդ անձնավորությանը, բայց դու իրավունք չունես կպնես իմ սրբություններին, որի համար իմ պապերը, տատերը մահացել են։ Ազգային ժողովից ելնում եք, իրար հայհոյում եք։ Իր ասում ես համբալ մարդկանց, մեկը դրսում ինչ որ մեկի վրա թքում է, այն մեկն էլ, ասենք բոլորը այսօր ազգային ժողովում հայհոյում են, փոխանակ ղեկավարեն երկիրը, լավ օրենքներ ընդունեն, հա? Հարգեն եկեղեցին, հարգեն մեր արժեքները։ Դուք ազգային ժողովը սարքել եք այսօր չուլան եւ ավելի վատ գոմ։ Ու ինչ որ դուրս ես եկել ու եկեղեցու մասին ինչ որ վատ բառեր ես ասում, որ մահճակալ կար դրված։ Դու ով ես? Ով ես вообще քո կյանքով, սենց ասեմ։ Ինչ ես արել հայրենիքիս համար։ Մի հատ լավ բան ասա, իմանամ հայրենիքիս համար արել ես։ Մեր արժեքների համար մի հատ պահել ես ինչ որ մի հատ մի բան։ Բացի տալուց։ Դու չկաս այդքան որ խոսաս։ Նույնիսկ եթե մեր եկեղեցում կան խնդիրներ, դու չկաս, դու այդ մարդը չես որ պետք է խոսաս։ Չուլանոցը դու ես, Նիկոլ Փաշինյան, քո հոգին է, քո միտքն է, քո ազգային ժողովն է, քո ղեկավարած սիստեմն է, քո կողքիններն են, ովքեր հարսանիքներ են անում, ովքեր կողքդ նստած են ազգային ժողովում։ Չուլանոցը քո տունն է, սկսի քո տնից, մաքրի տունդ, ավտոմատ եկեղեցիդ կմաքրվի, բայց ժողովրդին եւ եկեղեցուն մի բաժանի։ Սխալ տեղից է սկսել, եթե ուզում ես անես բարեփոխումներ, նման ձևով չեն անում բարեփոխում։ Ես երբ որ ուզեցի, որ իմ կյանքը փոխվի, որտեղ իմ կյանքն էլ էր չուլան, ես սկսեցի ուսումնասիրել առաքելական եկեղեցին, ես գնացի տուն։ Դա պրոցես է։